տեղում է եւ այլն։ Տեսեք ոնց են միջամտում մեր ընտրություններին։ Մի կողմից այդ վախերն է, չէ՞, վախացնում են մեզ Ադրբեջանով, պատերազմով։ Մյուս կողմից ինչ վախեր է, ասում են գործից կհանենք, ես կանենք, իրենք էլ հետն են վախենում։ Այո։ Հիմա տեսեք մեր ժողովուրդը այսքան հզոր ժողովուրդ ենք, չէ՞, ինչ պատմություն ունենք եւ այլն, տեսեք մեզ երկու կողմից վախերի մեջ են դրել։ Հիմա մենք պետք է իրոք բոլորով ցույց տանք, որ մենք կարող ենք ու այդ ուժը ունենք, հնարավորությունը ունենք, խելքը ունենք, ամեն ձև եւ հարցերը լուծելու ձևերներ գիտենք։ Այս է կարևորը։ Դուք ողջերեք, առողջերեք, դուք երիտասարդներ եք, երկար կյանք ունենաք, առողջ ապրեք, երջանիկ ապրեք։ Գիտեք ինչ։ Մարդու կյանքը ներապրած տարիների մեջ չի, ներապրած երջանիկ տարիների մեջ։ Իտալիայում կան գերեզմաներ, որտեղ գրում է ապրեց 5 տարի, ապրեց 10 տարի։ Բայց նայենք նույն 40 տարեկան մեռելա, ասում են այդ 5 տարին է երջանիկ ապրեց։ Դուք երջանիկ ապրեց բոլորը։ Մեր մյուս մեծ խնդիրներից է, տեսեք, մենք երիտասարդության, դուք ասում եք երիտասարդները, չէ՞ շատ լավ հարց եք բարձրացնում։ Մեր երիտասարդների համար այսօր օրինակ վաղարշապատում սոցիալական ես նայում էի համաշխարհային բանկի նաև տվյալները, ամեն 4-ից մի հոգի աղքատ է։ Ըստ տվյալների, հələ տեսեք, շատ ահագնացող, շատ վատ վիճակագրություն է։ Այն մյուսներն էլ լենց չի հարուստ են, հազիվ մարդիկ ինչ են անում, գոյատևում են, բայց ինչի՞ պիտի տենց լինի։ Մենք այսքան հնարավորություն է, մեր երիտասարդների համար չկա հնարավորությունը, չէ՞, իշմասնից է։ Անընդհատ արտագաղթ է, մարդիկ տեսնում են, խնդիրը գնան կամ Երևան, կամ գնան Խոպան, արտասահման, այնտեղ ճանապարհը գտնեն գնան։ Այս էլ մեծ խնդիր է։ Շատ շնորհակալ ենք ձեզ չխանգարենք։ Ձեր տեսանկյունից բոլորը երիտասարդ են։ Հենց որ մասում եք ժողովուրդը։ Նայեք, մենք ինքներս դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Միասնությունը ամենակարևորն է։ Որովհետև այո, հիմա հենց այդ բանն է իրականացում պառակտելու եւ այլն թշնամասնելու իրար այսօրվա քաղաքականությունը այդ է։ Տեսեք, ընտրություններից հետո ըստ արդյունքի մեր քաղաքացիները պետք է նաեւ տան այդ հնարավորությունները։ Մենք օրինակ արդեն եւ հետազոտություններ են ցույց տալի եւ ինքներս էլ ենք մարդկանցից զգում, որ շեմա հաղթահարում ենք։ Հիմա մեզ պետք է ինչքան շատ մենք էլ վստահությունը քաղաքացիներից ստանանք, հետո արդեն ըստ արդյունքի, որպեսզի այո, պետք է ամեն ինչ անել, որ այս իշխանությունը չկարողանա վերարտադրվի եւ մեզանից օրինակ, հայրիկ ջան, ոչ մի բան, ոչ մի մեզանով պայմանավորված այնպես երբեք չի լինելու, որ իշխանապողություն չլինի, այսպես ասած։ Այսինքն մենք այսպես մեր կարմիր գիծն է, որ պետք է ամեն ինչ անել, որ ԿՊ-ն չվերարտադրվի որպես իշխանություն, Նիկոլ Փաշինյանը չընտրվի որպես վարչապետ։ Նաև մյուս մեր կարմիր գծերն են հետո։ Այո։ Որովհետև մեզ այս արատավոր շղթան որ կա, նախկին ներկա ինքը ինչ անում, չէ՞, այս վանդակի մեջ է մի տեսակ մարդկանց պահում։ Նախկին ներկստի տպավորություն է ստեղծում, որ ընտրություն չունենք։ Կամ ինչ որ արտաքին ուժ ներկայացնող մարդկանց ինքն էլ իրան դիրքավորում է իբր Եվրոպայա, մինչդեռ Ադրբեջանի լրիվ այսպես պաշտպանության ու աջակցության տակ է։ Իրականում մենք պետք է հասկանանք մենք հայերս ինչ ենք ուզում, մեր Հայաստանի շահով ղեկավարվել։ Եթե չեք միավորվում, չեք ինչ-որ պրակտիկեն չեք ամեն մեկը ձեզ համար ամեն մեկը անհասկանալի մեկը չեք ալկոլոշում։ Մենք այդ տեսնում ենք, որ ժողովուրդը իրականում այդ միասնությունը շատ է կարևորում եւ ժողովուրդը հոգնել այդ ինտրիգներից նաեւ էլի քաղաքական։ Այո, ճիշտ եք ասում։ Մեր մարդկանց խնդիրներից դե պետք է նաեւ ըստ ընտրությունների արդյունքների նաեւ ամեն ինչ անել այդ նպատակի համար։ Պատակալը ինքը կշահի որտեղ ամեն մի կուսակցություն կարող է 10% լայն հապարկի, բայց Փաշինյանը Տեսեք, նա սպառնում է այդքան 60-70% մարդկանց մեջ մտցնում են, որի վրա ամեն ինչ որոշված է դա, բայց իրականում այդպես չի։ Մենք տեսնում ենք նրա քաղաքացիների վերաբերմունքը նրա նկատմամբ։
Ուղղակի դուք ճիշտ եք ասում, այնպես պետք է լինի, որ իրենք այդ պարակտումների հաշվին են անում, որ պարակտում չլինի հակառակը միասնություն լինի, մենք համաձայն ենք։ Իրանց հետ որ 20-30% բան է, Գիտեք Հարիկ ջան, մենք օրինակ այդպիսի մի օրինակ կարող ենք ձեզ ասել, մենք էլ ենք ձգտում միասնության։ Հետևաբար տեսեք, մեր քաղաքական ուժը երկու կուսակցություններ միավորվել են իրար, որ մեկ ցուցակով գնան։ Կարող էինք ավելի համախմբեինք, իհարկե, եթե ստացվեր։ Այդ բանակցությունները անընդհատ գնացել են, բայց քաղաքականությունը ինքը այնպիսի բան է, որ մարդիկ կան ուզում են իրենց ուղղությամբ գնան, մարդիկ կան իրենց հաշվարկներ ունեն, բայց դուք ճիշտ եք, այո, մեզ ինչքան հնարավորություն ունեցել ենք, մենք միավորվել ենք։ Հետևաբար մեր գործընկերները Շան Դաշինք կուսակցությունը, Միասնության թևեր կուսակցությունը, մենք միավորվել ենք իրար, որպեսզի մեկ ցուցակով գնանք, մեկ քաղաքական միավորով գնանք։ Ձեր ասածը ես ընդունում եմ, բայց հնարավոր չի, հավատացեք, բոլորը չեն կարող միավորվել, որովհետև դրանք բան են, բազմատար են, ամեն մեկ իր մտքերն ունի, ցանկություններն ունի, նույնիսկ եթե արդար են ու լավ մտադրություններով են, իրենք այդ մտադրություններին հասնելու իրենց ճանապարհներն ունեն։ Հասկանում եք, մենք դուք ճիշտ եք ասում, բայց նաև միավորումը պետքա լինի գաղափարի եւ ընդհանուր հայրենիքի պետության փրկության շուրջ։ Ուրեմն պիտի միավորվել անուն գաղափարի ներողություն։ Այո, բայց անուն գաղափարի ոչ թե անտակաշահի։ ճիշտ եք ասում։ Պետական շահի անուն պիտի միավորվել։ Ճիշտ եք ասում։ Դրա համար միավորումը շատ դեպքերում չի ստացվում։ Մենք Ուրեմն ներողություն, եթե մեր ղեկավարություն կոչվածը, եթե ես չէի ուզում արտահայտել, պարզապես լսելով ձեզ, հարգելով Թաթոյան Արմանին, ճանաչելով իրեն, ես չեմ կարող այսպես անտարբեր անել։ Գիտեք, եթե իմ իշխանությունը, այսօրվա իշխանավորները, ես կանգնած եմ իմ ուսանողու կողքին, որին գրկել եմ այսպես։ Ուրեմն, եթե իմ իշխանավորները մի քիչ կարդացած լինեին, մի քիչ հայոց պատմությանը, հայ ժողովրդի պատմությանը տեղյակ լինեին, այսօր չէր ասի հայոց պատմությունը ջնջեք, Հայաստանի պատմություն։ Իսկ պետությունը քայքայելու, պետությունը ոչնչացնելու երկու ճանապարհ կա։ Կրթական համակարգը քանդել, հավատքին կպնել։ Այսօր մեր դրածո իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչ թողնենք նյութականը 8 միլիարդ դոլարով ավելացրեց, ինչ արեց, տնտեսությունը իր ձևի քայքայվեց, ուրենք հասել եւ այլն, որ Թուրքիայի համար դպրոցներ են կառուցում, եւ վերջապես որպես մասնագետ եմ ասում, դպրոցներ են կառուցում։ Ընկեր ջան, ում համար Թուրքիի ինչքան է զիջելու եւ այդ տերմինը թույլ չեմ տա ես օգտագործեմ, բայց քանի որ հեռուստաէկրանից ինքը օգտագործում է այդ տերմինը, եռագլուխ է անվանում, ինչ է անվանում, ինքն է եռագլուխը։ Վերջապես ազգը եւ այդ ազգի ներկայացուցիչները 3 անդիմադիր ուժերը, նրանց ղեկավարները եռագլուխ չեն կարող լինել։ Թաթոյան Արմանը եռագլուխ կուսակցության անդամ չի կարող լինել կամ կուսակցության ղեկավար չի կարող լինել։ Հարգում եմ այդ մարդուն, հարգում եմ անդիմադիր ցանկացած ուժին, այն ուժին, որը որ իրավամբ նվիրված է իր հայրենիքին ու իր ժողովրդին։ Իսկ այսօր ինչ է կատարվում։ Մենք բոլորս, եթե ուղեղով է մտածում մարդը, հայը, պիտի հասկանա, վերջին հաշվով, 242 կիլոմետրից ավել մենք ունենք։ ՄԱԿ-ի անդամ, սուվերեն պետության անդամ պետության տարածքից օկուպացված։ Եվ վերջապես, նախկին ունեինք իբր թե ունեինք պաշտպանության նախարար։ Դավիթ Տոնոյան, քեզ եմ ասում, ուշադիր լսի այդ աղա, քեզ եմ ասում, քեզ եմ դիմում, ասեցի կսոված անան, քաղցեն, քաղցած կզգան իրենց, կհերանան, մեր սահմանների դուրս կգան։ Ընկեր ջան, անցելականի տարի, ուր է իմ պետության տարածքը, դու իմ սուվերեն պետության տարածքը ծախում եք, ես ինչ եք անում, Թուրքին եք տալիս, վերջին հաշվով, վաղնիսօր, դպրոցներ ես կառուցում, հպարտանում ես, ասֆալտ ես տալու, հպարտ քաղաքացի, 3 միլիոն վարչապետ, այդ տղա ուր է Նիկոլ, ուր է այդ 3 միլիոն վարչապետը, այսօր դու այդ 3 միլիոն վարչապետին ընդամենը ասֆալտը փռեցիր, որ այդ 3 միլիոն վարչապետին փռես ասֆալտին, փռում ես ասֆալտին,
Ացեի պատվալները ծստում ուրա գնում ես ազգը, կործանման, անդունդի եզերին են կանգնալ, ուրեմն, թող խորուրդ եմ տալիս, կիսագրագետ իմ պատգամավորներին կապային ավերավերում իհարկե, ոչ ընդիմադիր ուժերի պատգամավորներին, մի քիչ կարթան, մի քիչ, չգիտեմ պատմություն ուսումնասիրեն, կամ ընդամենը, գիտեք ինչ, այսօր կարևոր չի, Օքսֆորդ ես ավարտել, Քեմբրիջ ես ավարտել, որտեղ թքած ունեմ ես, ներողություն արտահայտությունից, կներեք, որ մի քիչ ոգևորվում եմ, որովհետև ազգիս համար տառապել եմ կես դար, ուղիղ կես դար, 50 տար, եւ վերջապես տվել եմ կադրեր, այսօր իմ կադրերը, իմ ժողովրդի համար, իմ ազգի համար չեն աշխատում, աճեցրել եմ դրան, ազնվորեն իրավամբ ասում եմ, չէի խառնվի խոսակցությանը, պարզապես սիրտս ցավում է, մխկտում է, ես չգիտեմ, կդառնամ մի հատ այդպես ինքս ռետոր չէ, բայց ստիպում են, որ դառնամ արդեն այդպիսի։ Ուր ենք գնում, որտեղից ենք գալիս, դու մեզ ասում ես, ախր լրագրողներ, քանի լրագրող կա, ոնց մեղադրում եմ ես, մեղադրում եմ այն գերներ, ախր որ մեկն ասել, ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենին հանեց աշխատանքի, այդ հզոր գիտնականին, այդ աղջկան շատ լավ եմ ճանաչում, գիտեմ, եւ այդ որ մեկն ու մեկը ինչու հարց տան Նիկոլին, այն Նիկոլ, այդ մարդուն, որ հանեցիր աշխատանքի, այնար գլխավոր դատախազը դու ես, ոստիկանապետը դու ես, գլխավոր գինեկոլոգը դու ես, մյուսը եւ այնար, ես ուր ենք գնում, մի մարդ ղեկավարում է ամբողջ հայ ժողովրդին, վերջապես մենք ունենք պատմություն, ունենք կենսագրություն։ Պատմությունը ասում ես ուրացեք, հանում ես դասագրքերից հայոց պատմությունը եւ վերջապես ընդունում ես Հայաստանի պատմությունն միայն։ Ոնց է։ Ես արմատներով Ղարցեցի եմ, ես Ղարցեցու ծնունդ եմ, Նիկոլ, Ղարցեցու ծնունդ եմ արմատներով, իսկ ծնունդով էթնիատնեցի եմ, լավ իմացիր, եւ իմ նմանները երբեք ու երբեք չեն թույլ տա, որպեսզի հայերենը մենք մոռանանք, հայոց լեզուն մոռանանք, քո նման Մեսրոպ Մարտոցին գողավազակ անվանենք, ասած սեփական տարեր չենք ունեցել, թագավորը փող տվեց, ասեց գնա գողացի բեր, այդպիսի նախարար, Ժաննա Անդրեասյան, ես չեմ ընդունում, ընկերուհի ջան, 50 տարի ես կրթական համակարգ եմ աշխատել ու ղեկավարել նաև դրա հետ մեկտեղ, ինստիտուտից ծակ մինչև դպրոց, 30 տարի մենակ դպրոց եմ ղեկավարել, ինչի մասին է խոսքը, Գարեգին Նրտեի նման մարդուն, դու անվանում ես գողավազակ, ոնց կարելի է, ախր Աստված չի մակագրի, չի ների, լսեք, Աստծու դատաստանից վախեցեք, դուք քապականներ, վախեցեք, որ վաղը միսօր դուք բոլորը մեռնելուց կարևորը, գիտեք ինչ, աթոռը չի, որ պիտի գեղեցկացնի մարդուն, ցանկացած մարդ կարող է մի փոքր հասարակ հակած լինել, չգիտեմ մյուս, բայց այնքան խելացի լինել, որ դու այդ ոչ հաճելի աթոռը, մի քիչ հասարակ աթոռը գեղեցկացնես քո խելքով, քո ուղեղով, ազգին որպես փրկարար, ազգի փրկության, ազգի ապագայի մասին մտածելով, ազգի համար մի կարգին գործ աշխատանք անելով, կարողանաս հպարտանալ, վաղը որ ասելիք ունենաս քո մեռնելուց առաջ։ Իսկ մարդը, հայը, եթե հայ ես դու իրավամբ, եթե ծնվել ես դու հայերեն, պիտի ամբողջ կյանքում դու ապրես հայերեն ու մեռնելուց դել, դու պիտի մեռնես հայերեն։ Եթե ոչ, ուրեմն թուրք ես, ուրեմն չգիտեմ ով ես, ինչ ես, մյուս։ Այսօր ես ընդամենը միավորման կոչ եմ անում։ Ես չեմ թաքցնում, սատարում եմ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, սատարում եմ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի, նա ով այսօր մտածում է իմ ազգի ապագայի համար, ես նրա կողքին կանգնող եմ, կանգնած եմ նրա կողքին, պարզապես հարկավոր է, որ մենք միավորվենք եւ ազգը կարողանանք փրկել։ Թող կարթան, պատահական չէ նախ քիչ առաջ որ ասեցի, այո, այս կիսագրագետ պատգամավորները, որոնք այդ աթոռները զբաղեցրել են, այդ աթոռները, ներողություն եմ խնդրում, իհարկե թքած ունեմ այդ աթոռների վրա,
իրենք պիտի գեղեցկացնեն այդ աթոռները, իրենց խելքով, թող մի քիչ կարդան, որ իմանան։ Գևորգ, մենք ունեցել ենք 6-րդ կաթողիկոս։ Ադամ, կարդացեք, մի ուղեղներդ աշխատեցրեք, Չորեքչյան կաթողիկոսի մասին է խոսքը։ Մենք չէինք ունենաս մայիսյան հերոսամարտեր, եթե Չորեքչյան կաթողիկոսը կոչով չդիմեր ժողովրդին, ասեց ժողովուրդ հայոց, մինչև հիմա դուք համբուրել եք իմ աչը, այսօր ես համբուրում եմ ձեր ոտքերը, միավորվեք եւ ազգը իհարկե լսելով կաթողիկոսին դեպար հայրապետին միավորվեց, մենք ունեցանք Ղարաքիլիսա, ունեցանք Սարդարապատ, այսինքն մայիսյան հերոսամարտեր ունեցանք, բայց այսօր դուրս ես եկել, որտեղ դեպար հայրապետի դեմ, դուրս ես եկել իմ հավատքի դեմ ես դուրս եկել։ Ներեցեք ձեր ազգանունը ինչ է։ Չեմ թաքցնում, ներողություն, Մարտիրոսյան հունանն է մանկավարժական ինստիտուտում 10 տարի մանկավարժական ինստիտուտում դասախոսած, այնուհետև 30 տարի Էթմիածնի կենտրոնական դպրոցներից մեկը ղեկավարը, մի 4 տարի էլ Էթմիածնում շրջկոմ, կուսակցական շրջկոմ։ Հակառակ դեպքում այսօր էլ ես կունենայի դոկտորի աստիճան կամ մյուսն, բայց մնաց թերի, քանի որ բռնի կերպով ես տեղափոխվեցի Էթմիածին։ Ինչևից է, հարցը դրանում չի, կներեք, որ մի քիչ ոգևորվեցի, Մայրաթորի մասին էի ասում։ Այո, ես կանգնած եմ իմ հավատքի համար, կանգնած եմ Բեհապար Հայրապետի թիկունքին, ես հավատարիմ մնում եմ իմ հորս սրբազան ուխտին, ինքը սրբազան ուխտ ունի արած, ես արմատներով վարձեցի եմ, չեմ կարող ուրանալ, Նիկոլ չէ, Տո Նիկոլի հերն էր, որ կենթանանա, դարձյալ նույնն է մնալու։ Պահ Մարտիրոսյան ջան, նայեք, եթե կարելի է ներեցեք, դուք շատ որքան հասկացա մանկավարժ եք եւ նաեւ դպրոց կամ մանկապարտեզ եք, դպրոց եք ղեկավարել։ Դպրոց եք ղեկավարել։ 30 տարի դպրոց եմ ղեկավարել, 10 տարի դասախոս եմ ընդամենը։ Տեսեք, շատ եւ ձեզանից ակնհայտ երևում է, որ նաեւ տիրապետում եք եւ պատմությանը եւ նաեւ հարցերի։ Պատմության մասնագետ եք, մասնագիտական։ Մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ։ Մեր Հայաստանի գյուղատնտեսական ատլասը կազմող հեղինակներից մեկն է։ Նախ ուզում եմ ասել, որ աշխարհագրությունը, աշխարհագրագետները ինձ համար այն կարևոր մարդիկ են, մասնագետներն են, որոնց վրա պիտի հիմնվի մեր երկրի անվտանգությունը։ Ինչի, որպեսզի հասկանալու համար ռելիեֆային ամբողջ առանձնահատկությունները եւ այլն։ Այո։ Հիմա տեսեք, մեր երկրի դուք մի քանի ճիշտ բան ասեցիք, այսինքն ճիշտ էիք ասում, բայց այսպեսի մի բան, ինչն է այսքան ժամանակ պատճառը եղել եւ հիմա այսքան 8 տարի, որ խնդիրները այսքան շատ են։ Մենք պետք է ունենանք իշխանություն, որը չի խափում մարդկանց, որը կարող է հարցեր լուծել ու գիտի ինչպես է աշխատում պետությունը եւ իսկապես որ ժողովրդի մասին մտածի եւ Հայաստանի շահով առաջնորդի։ Ես ինչու ենք մենք հայտը ներկայացրել մեր թիմով այս քաղաքական, որտեվ ինձ քաղաքականություն են բերել ոչ թե ես դասական քաղաքական գործիչ եմ, այսպես ասած, որ կուսակցական պայքարի մեջ եմ եղել եւ այլ կամ քաղաքականությամբ եմ մտածել միշտ զբաղվել, այլ ինձ այս քաղաքականություն են բերել մարդկանց կոնկրետ խնդիրները։ Երբ ես անընդհատ տեսել եմ ինչքան խնդիրներ կան եւ ամեն մեկը իր կարգավիճակում, դուք որ կարգավիճակում չի բավականացնում հնարավորությունները, որ լուծես։ Եվ ես հասկացել եմ, որ իրականում պետք է հենց որոշում կայացնողը դու լինես, որ կարողանաս իրականում ժողովրդի վստահությունը ունենալով, որպեսզի որոշումները կայացնես։ Եվ հատկապես ինչ նկատի ունեմ այսօրվա այսքան խնդիրներից։ Տեսեք, հիմնական հարցերը, որ պետական համակարգը այսօր կենտրոնացված է մեկ անձի ձեռքում։ Դու շատ լավ բնորոշեցի։ Ամեն ինչը, մյուսը, կամայականությունը։ Ով ինչ ուզի կանի, օրինակ, սկսած ամենափոքր հարցից ազգային ժողովի դարպասները բացել էին, կամայական որոշման փակեցին։ Վերջացած աշխատանքից մարդկանց ազատումներով, Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրենի, դպրոցի տնօրենների եւ այլն։ Այ հենց այդ է, որ մեր երկրում այդպես չպետք է լինի։ Կնոջ վրա գորալը, որ տեսնում եք, չէ՞։ Սա ինչ է, սա այն արատավոր բարքերն են, որ այո, բայց նաեւ այն անպատժելիությունն է, որ
իշխանություն ունեցող մարդը կարած գա, որ ինքը շրջապատված է թիկնապահներով, կամ ոչ միայն իշխանություն, ոչ միայն պետական, այլ ինչ որ, չգիտեմ, խմբեր, մեծահարուստ կլինի, ով ուզում է լինի, այդպիսի ցավոք սրտի դեպքեր շատ են եղել մեր հանրապետությունում։ Մեր խնդրի նպատակներից է նաև այնպես անել, որ վերանա նման դեպքերը, որ մեր քաղաքացու նկատմամբ sense դատապարտելի վերաբերմունքը, որ վերանա, որ կապ չունի քաղաքացին եկե մոտեցել է Պաշտոնյային, ճիշտ է, սխալ է ինքը, կարող է լավ հենց այդ սխալ հարց է բարձրացնում, բայց ինչ իրավունք ունի Պաշտոնյան, էլ երկրի բարձրագույն Պաշտոնյան, թույլ տա իրան, այդպես խոսա մարդու հետ։ Եվ հիմա տեսեք ուր ենք եկել հասել։ Մարդկանց այսօր համատարած մենք այդ թեժգիծը որ ստեղծեցինք այս ընտրությունների ընթացքում, այն բանից հետո երբ զգացինք, որ մարդկանց վախեցնելու դեպքերը, անհանգստացնելու համատարած են ուղղակի։ Համակարգված աշխատանք է պետք, ինչ են անում հիմնականում համայնքապետերի միջոցով, չգիտեմ, մարզպետարանների միջոցով, տարբեր նախարարությունների միջոցով ոնց են վախացնում մարդկանց։ Մեկին ասում են, գիտես դու քաղաքում աշխատող երեխա ունես, այն մեկին ասում են ուսուցիչա դպրոցում աշխատում, այն մեկ եւ այլն, ամեն ինչ անում են մարդկանց հեռու պահեն ընտրություններից, բայց հետո ինչ են, տեսեք ինչ սխեմա է գործում։ Մենք երեք հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք, ինչ սխեմա է գործում։ Վերևից ներքև։ Ներքևները ճնշում են դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին, դասախոսներին, որպեսզի նրանք ապահովեն այդ եւ ապահովեն կազմակերպեն նրանք իրենց հերթին վախացնեն ուսանողներին եւ այլն։ Բայց տեսեք, ինչ եմ ասում։ Բայց իրականում զոհերը հենց այդ մարդիկ են, դժվողները, որովհետեւ լավ, նրանց հասկանում են, որ վախացնում են ուսանողին կարողա դուրս տողեն, դպրոցի տնօրենը մտածում է իրեն աշխատանքից կազատեն եւ այլն, ու հենց դեպքերը բացահայտվում են, առաջինը պատժում են այդ մարդկանց։ Բայց իրականում կազմակերպիչները, հրահանգ տվողները վերևից են։ Ու այսինքն այնպես է համակարգը ստեղծված, որ իրենց պարզավոց կպատժեն։ Մեր խնդիրն է, տեսեք, Տիկին ջան, մի հատ ավարտեմ, մեզ պետք է, այո, ուժեղ ղեկավար, բայց ժողովրդավարություն, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանություն, մարդու գնահատում։ Տեսեք, այս դրա հետ կապված ինչ մտած։ 400 մետր հող եմ ուզում չեն կարող բանալ, բայց Հայաստանի մար ամեն ինչ արել եմ ես։ Դե պետք է ամեն դեպքում մարդը գնահատվի։ Ես ուղղակի ավարտեմ։ Տեսեք, մեր ասածը որն է, որ այս համակարգը որ կա, ինքը իշխանության վերարտադրման համար է, որ մասնագետին, ասենք, տնօրենին ճնշում են, հետո վերարտադրվելու դեպքում նշանակում են իրանց մարդուն, չէ, արանքից ովքեր են դուրս գալի, մասնագետները, ովքեր լավ տնօրեն եւ այլն կարող են ստացվում, լավ ուսուցիչ, վատ ուսուցիչը որոշում է ոչ թե նրանով, թե ով է երեխային ճիշտ գիտելիք փոխանցում, արժեքներ փոխանցում, այլ դու ընդդիմությունից ես, թե իշխանությունից ես, չգիտեմ, պարակտված այս չափանիշները լրիվ առատավորվել է եւ դրա համար այս ընտրություններով մենք բոլորս ժողովրդով պիտի լուծենք այդ հարցը։ Այդ թվում են ուսանողներով, որոնց ճնշում են, տնօրեններով, մնացածով, որտեղ նրանք նույնպես պետք է պաշտպանված լինեն, իրենց իշխանություն լինի, որ նրանց չկարողանա ճնշի։ Համակարգը նենց դրված լինի, ու մի մարդուց էլ կախված չլինի ոչ մի բան։ Այսպես։ Որ ընդհատում են ներողություն դրա համար։ Գիտեք ոնց, այսօր Եվրամիություն, Քրիդան, ԵԱՏՄ, միոսներ, բացարձակ հայտարարում եմ, Եվրամիություն գոյություն չունի, 1, դա քայքայվում է, 2, երրորդ, Եվրամիության ցանկացած պետություն, դրանք ընդամենը եղել են պարազիտային կյանք վարող ագրեսորներ, մի քիչ պատմությանն եմ տիրապետում, փառթացով, իսկ Պորտուգալիայից ցած, Իսպանիայից ցած, վերջացած, դրանք բոլորը եղել են նվաճողներ, գաղութների հաշվին ապրող պետություններ։ Այսինքն, այսօր 60-ական թվականները, երբ որ համարվեց արդեն Աֆրիկայի տարի, Աֆրիկան ձեռք բերեց, բոլոր պետությունները ձեռք բերեցին քաղաքական անկախություն։ Հիմա նայեք, պարոն Մարտիրոսյան ջան, կներեք ընդհատում եմ, կներեք։ Ուզենայի երկար լիներ հաղորդակցությունը, հեռուստաէկրանից որպեսի ազգը։ Տեսեք, հիմա մենք հետևյալը, այդ էլ առանձին կարող ենք իրար հետ հավաքվել, խոսալ այդ հարցերում, հա, աստվածտանտրությունների արդյունքներից հետո լինեն ընտրությունների արդյունքները ճիշտ, որ չվերընտրվի ԿՊ-ն, այո, իշխանության։ Եվ մնացած հարցերը նաև կհավաքվենք շատ քննարկենք, շատ հաճելի է, շատ օգտակար է ձեր հարկավոր է մաքուր ընդդիմություն, որպեսզի ես ուրախանամ, ես ազգու ժողովրդի մասին մտածող մարդիկ, ամբողջ ընթացքում ես չեմ ուզում սրտաճմլիկ բարեր ասել, քանքի մյուս եւ այլ,
ապարարների կողերին հատ թակող հայկինը, որ իր արցունքով շաղախել է այդ խմորը եւ այլ չի ծնկել։ Բարուրը դերել խեղտած իր երեխային փաշայի ած, բայց հավատքը չի ուրացել։ Այսօր ինչ է կատարվում։ Ես չգիտեմ, թողին նման մարդիկ գնան մի անգամից կախեն իրենց։ Չէ, պետք է քվեարկել, պարոն Մարտիրոսյան ջան։ Շատ ուրախ ենք ձեզ տեսանք, շատ հաճելի էր, պետք է քվեարկելով լուծել հարցը։ Հաղթանակ եմ կամենում։ Մերսի։ Անդիմությանը հաղթանակ եմ։ Մերսի։ Շնորհակալություն։ Հա։ Մեր հայ ժողովուրդն են բոլորն են, մեր նման ուզում են, որ մեր երկիրը ծաղկի, բարգավաճի, մարդ դառնա։ Իմ անունը հայ է, Ազգանուն Մսյան։ Հայ ժողովուրդ, եկեք պահենք մեր։ Իրավամբ անկախել ենք։ Եկեք պահենք մեր։ Շնորհակալություն Տիկին ջան։ Հա։ Տեսություն։ Շնորհակալություն։ Մերսի։ Շնորհակալություն։ Նիկոլին ես եմ մորթել։ Չէ, տես բան պետք չի։ Քվեարկելով։ Հա։ Քվեարկելով։ Շնորհակալ եմ։ Քվեարկելով։ Ու է գան են։ Հա, լրագրողը հացազրույց է ուզում, ասի չմերժենք հանգարցել։ Հա։ Ուր են գնում։ Քաղաքները Ուտեղ։ Շարժանը որտե՞ղ է։ Որտենք ծաղիկների խոնարհումը։ Հա։ Շատ է։ Yes.